մեր դասի թեման է ինչպես պաշտպանվել երկրաշարժից։ Դասի ընթացքում դուք կիմանաք, թե ինչպիսի աղետ է երկրաշարժը, ինչպես է այն տեղի ունենում, ինչպես պաշտպանվել երկրաշարժից, կիմանաք պաշտպանվելու կանոնները, գործնականում կկիրառեք այդ կանոնները, ապա կծանոթանաք մեր դպրոցի տարհանման պլանին, կանոնները լավ ուսումնասիրելուց ծանոթանալուց հետո կխաղանք խաղ, որի ընթացքում կպարզենք, թե ինչպես յուրացրիք այսօրվա դասանյութը։ Պատրաստ եք աշխատել։ Գնացինք։ Երկրաշարժը բնական աղետներից մեկն է։ Մեր երկրագունդը զարգացող մի ամբողջ օրգանիզմ է, այն անընդհատ շարժման մեջ է։ Ահա այդ շարժման մեջ գտնվելու նրա մյուս որակներից մեկն է երկրաշարժն է։ Երբ տեկտոնական սալերը շարժվում են, երկրի կեղևի ընդերքում առաջանում է երկրաշարժ։ Երկրի մակերևույթը երկրաշարժի ժամանակ ցնցվում է։ Երկրաշարժի ժամանակ ցնցումները լինում են երկու տեսակ՝ ուղղահայաց և հորիզոնտալ։ Այդ ցնցումների հետևանքով կարող են առաջանալ փլուզումներ։ Ուժգին երկրաշարժերը վտանգավոր են շրջակա միջավայրի համար, թե կենդանիների, թե մարդկանց համար։ Երկրաշարժերը առաջանալու ժամանակ երբ պարզում են գիտնականները, թե որքանից է այն սկիզբ առել, դրանք կոչվում են երկրաշարժի օջախ։ Որքան ուժգին է ցնցումը օջախում, այնքան ուժեղ է կատանվում երկրի կեղևը։ Փլուզումները պայմանավորված են նաև ստորգետնյա դատարկությունների հետ, որ մեր երկրի կեղևի տակ կան մեծ դատարկություններ, այդ դատարկությունների հետևանքով կարող են տեղի ունենալ փլուզումներ։ Ապա իմացանք ու մի կարևոր բան, երկրաշարժը անկանխատեսելի բնական աղետներից մեկն է։ Անկանխատեսելի նշանակում է մենք չենք կարող իմանալ, թե երբ այն կարող է տեղի ունենալ։ Գիտնականները թեպետ շատ հետազոտություններ են արել, կան հատուկ սեյսմիկ կենտրոններ, որոնք զբաղվում են և ուսումնասիրում են, թե ինչպես է տեղի ունենում տատանումները, հնարավոր որտեղ երկրաշարժեր կառաջանան, բայց ստույգ տեղը, ժամը և ուժգնությունը պարզել չեն կարողանում։ Բայց երկրաշարժի հետ կապված փոփոխությունները զգում են կենդանիները։ Օրինակ ձկներն զգում են անհանգիստ լողալ, մկներն ու առնետները փախչում են իրենց բներից, այսինքն երկրաշարժը զգում են կենդանիները նաև, և նրանք երկրաշարժից առաջ փորձում են լքել իրենց բները կամ անհանգիստ են լինում։ Բայց երկրաշարժի մասին այսքան իմանալը դեռ բավական չէ, քանի որ այն բնական այնպիսի աղետ է, որը կարող է առաջացնել ավերածություններ, հարկ է ծանոթանալ երկրաշարժից պաշտպանվելու կանոններին, եթե մենք իմանանք այն կանոնները, թե ինչպես պետք է մեզ պահենք երկրաշարժի ժամանակ, ինչ կանոնների պիտի տիրապետել ու կիրառել, կարող են խուսափել մեծ վնասվածքներից, փրկել մեր և մեր հարազատների կյանքը։ Այժմ կծանոթանանք, թե ինչպիսի կանոններ պետք է պահպանենք երկրաշարժի ժամանակ։ Սա երկիր մոլորակն է։ Այն կենդանի օրգանիզմ է ճիշտ մեզ պես, երբ հազում են երկրաշարժ է լինում, երբ լաց է լինում, ջրհեղ է, երբ ջերմությունը բարձրանում է, հրաբուխ է ժայթքում։ Ապրելով երկրի վրա մենք չենք կարող կանխել երկրաշարժերը, ջրհեղեղները կամ հրաբուխները, բայց եթե իմանանք, թե ինչպես մեզ պետք է պահենք դրանց ժամանակ, կկարողանանք խուսափել մեծ վնասներից։ Երբ վտանգի մեջ եք, ես միշտ պատրաստ եմ ձեզ օգնել։ Ես իմ մեկ ծառայության կատարար եմ։ Ինչ որտեղ երկրաշարժ է, ինձ օգնության եմ կանչում։ Գնացինք։ Երեխաներ, ինչպես եք։ Քանի որ առաջին ցնցումն արդեն ավարտվել է, եկեք գնանք ավելի ապահով տեղ, ու դուք ինձ կպատմեք, թե ինչ պատահեց։ Անվտանգության կանոնները հիշում եք։ Շենքից դուրս գալիս գլխավերևում պետք է բարձ կամ կիրք բառել, որպեսզի եթե վերևից ինքնուրույն բառ եկնի, գլուխը չմնաս հին։ Շատ ճիշտ է, ով կասի, ինչի մասին է արտակը մոռացել։
Գավիգ է։ Ճիշտ ես։ Նայեք, ատողանը կոտրներ ու ամենուր ապակու կտորներ են հապված։ Եթե կոշիկ չհակնենք, մեր ոտքերը կվնասենք։ Այդպես է, չէ՞։ Տեսեք, թե ինչպես են օգնում իրար։ Մենք չպետք է վազելու դուրս գանք, պետք է միմյանց օգնենք։ Եվ պետք է անպայման հիշենք առաջին անհրաժեշտության իրելով ուսավարկի մասին։ Գիտեք չէ, ինչ կա ուսավարկում։ Ջուր, ուտելիք, ռադիոընկնիչ, լամպեր, սուրիչ, առաջին հերթության պարագաներ։ Ուսավարկում դասավորեք ձեզ անհրաժեշտ բոլոր պարագաները եւ այն դրեք դռան մոտ, որպեսզի արտակարգ իրավիճակում ստիպված չլինեք այն կընտրել։ Հիմա եկեք մի ապահով տեղ գնանք։ Մարզադաշտում մենք ապահով ենք։ Տեսնում եք, մոռացել եք անվտանգության կանոնները։ Երբ գլուխս վնասեցի, հիշեցի, որ ձեզ պետք է զանգեմ։ Եկեք ձեր ձեռքի բռնենք ու ժամանակը հետ տանք, հասկանալու թե ինչի մասին էինք մոռացել։ Հետևեք մեզ։ Երբ չամնորոշվեց, ես շատ վախեցա և հետ գնացի դեպի պատը, նկարն ընկավ գլխիս։ Չի կարելի կանգնել այն պատի մոտ, որի վրա առարկաներ կային։ Պատուհանի մոտ կանգնել նույնպես չի կարելի։ Պետք է տեղավորվել պատի հաստ ու ամուր հատվածի մոտ, որպեսզի գլուխի մեջ չվնասվեն։ Կամ մտնել սեղանի տակ։ Ճիշտ է։ Լիլիթը չի կարող սեղանի տակ մտնել, այդ պատճառով նա պետք է գլուխը գրկով պաշտպանի։ Դիտեցիք տեսանյութը։ Այն հետաքրքիր է։ Այո։ Ինչ-որ բան սովորեցիք տեսանյութը։ Այո։ Եկեք տեսնենք, ինչ հասկացաք, ինչ իմացաք և ինչ տպավորություններ ստացաք այս տեսանյութը դիտելիս։ Տեսնեմ, ովքեր խոսում են ասելու, ովքեր կարող են մեկնաբանել, Ալեքս լսում եմ։ Երկրաշարժի ժամանակ չի կարելի պատուհանի տակ կանգնել։ Պատուհանի մոտ կանգնել։ Աշոտ, Երկրաշարժի ժամանակ պետք է կոշիկ հագնել։ Լևոնյան Նատալի, Երկրաշարժի ժամանակ պետք է վերելակիվ չօգտվել։ լավ, Արամ, Երկրաշարժի ժամանակ պետք է ճապի չմատնվել։ Մարիամ, Երկրաշարժի ժամանակ պետք է ծառատակ չկանգնել։ Արևի, Երկրաշարժի ժամանակ պետք է սեղանի տակ մտնել։ լավ, Կամո, Երկրաշարժի ժամանակ չի կարելի կանգնել շահանոմիների տակ։ իրևի շարժող իրերի կողքին պահարանների չի կարելի հատվել։ Ագնեսա, Երկրաշարժից առաջ պետք է պատրաստել պայուսակը և դնել դրան կողքը։ և դնել դրան մոտ, այո, մի բան էլ ես ավելացնեմ երեխաների, ընդհանրապես ձեր տուն եք կգնաք կսկուկեք ու կնայեք, ընդհանրապես դեպի մուտքի դուր գնացող ճանապարհը միշտ պետք է լինի ազատ, որ հնարավորինս արագ կարողանան դուրս գալ այդ տարածքից։ Բավականին շատ բաներ դուք իմացաք։ Հիմա ես ցանկանում եմ, որ մենք գործնականում իրավենք փոքրիկ տագնապ։ Ես կտամ տագնապի ազդանշան և տեսնեմ, դուք ինչպես եք կարողանում կողմնորոշվել և իրագործել ձեր սովորած կանոններից որևէ մեկը, ինչքան կամա որ կարող եք։ Ես զանգի միջոցով ազդանշան եմ տալու, հենց զանգած զանգը նշանակում է երկրաշարժի ազդանշան է, պատկերացրեք, որ երկրաշարժ է։ Ես կասեմ երկրաշարժ ու զանգը կզանգացնեմ, ու դուք պետք է համապատասխանաք։ Վերաբերմունք վարքագիծ ցուցաբերեք։ Պատրաստ եք։ Դա արդեն ցնցումներն ավարտվել են, անվտանգ է։ Ասել, որ բավականին արագ, բավականին անվտանգ դուք կարողացաք կողմնորոշվել, թե ինչ եք անելու։ Դե բնականաբար դասասենյակում այդտեղ չունեիք, տեղավորվեցիք սեղանների տակ կամ մեր հիմնական հենասյուների պատերի շատ ապրեք։ Սիրելի աշակերտներ,
օրվա ընթացքում մենք լինում ենք տարբեր վայրերում։ Եվ հնարավոր է, որ մեր գտնվելու վայրը լինի մեզ համար անծանոթ։ Իսկ երկրաշարժ անկախացելի բնական առօրյաներից մեկն է։ Այս պատճառով մենք պետք է ծանոթ լինենք նաև այդ տարածքի ելքերին և մուտքերին, որոնց մեծ մասը դուք անց եք կացնում դպրոցում։ Հարկ է, որ ծանոթանաք մեր դպրոցի տարբերական պլանին։ Այժմ առաջարկում եմ դուրս գալ միջանց, որտեղ պատին թափված է մեր դպրոցի տարբերական ծրագիրը, պլանը։ Կտեսնենք, ուսումնասիրենք և կհասկանանք, թե դպրոցի որ դասարանում, որ հատում գտնվելու ժամանակ մենք որ ելքերից ենք դուրս գալու։ Կանգնում ենք ոտքի և առանց աղմուկի դուրս եք գալիս։ Ետևում եք ինձ։ Սա մեր դպրոցի հարկի տարբերական սխեման է, որտեղ նշված է, թե յուրաքանչյուր դասարան ինչպես պիտի դուրս գա և դպրոցի որ աստիճանաբանդակով և որ ելքով պիտի դուրս գա։ Եթե մենք գտնվում ենք այստեղ, պիտի տեսնենք, այստեղից դուրս գալուց հետո մենք դեպի ուր ենք գնալու, այնպես որ մենք մեր շարժումը տեսենք։ Հարգելիներս, քանի որ տեսանյութը քննարկեցինք, այժմ ժամանակն է, որ նաև գրքում կարդաք երկրաշարժի ժամանակ ինչ կանոնների պետք է տիրապետեք, կարդացեք, ուսումնասիրեք, ամրապնդեք, այսպիսի կարողանանք ավելի լավ խաղալ եւ ցուցաբերել մեր գիտելիքները։ Կարդացեք, ուսումնասիրեք, եթե անհասկանալի հարցեր ունենաք, անպայման դիմեք։ Այն որ դուք արդեն կարդացիք, ծանոթացաք երկրաշարժի ժամանակ ինչ կանոնների տիրապետեք, գործնականում տիրապեցիք, տագնապ և դուք կարողացաք ճիշտ կողմնորոշել, ժամանակն է խաղի միջոցով պարզելու ինչպիսի գիտելիքներ եք ստացել։ Առաջին հարցը կկարդա Մարիաննա։ Ինչ է երկրաշարժը, բնական աղետ, արհեստական աղետ, համաճարակ։ Բնական աղետ։ Ճիշտ, Աշոտ։ Ինչպիսի աղետ է երկրաշարժը։ Անկախատեսվելի, կանխատեսվելի։ Ընտրիր տարբերակը։ Անկախատեսվելի։ Ճիշտ է։ Հաջորդ հարցը կկարդա Արևիկը։ Ինչ է լինում երկրաշարժի ժամանակ, պայծառ եղանակ, երկրի մակերույթի ցնցում ջրհեղեղ։ Երկրի մակերույթի ցնցում։ Ճիշտ է։ Էվոզաննակարի։ Ինչ է անհրաժեշտ անել երկրաշարժի ժամանակ տանը, ենթարկվել խուճապի, պատասխանվել հիմնական պատերի տակ, դուրս գալ պատշգամբ։ Մոտեցիր։ Պատասխանվել հիմնական պատերի տակ։ Ճիշտ է։ Մանե։ Ինչ է անհրաժեշտ անել երկրաշարժի ժամանակ դպրոցում, թաքնվել դասասեղանների տակ, առաջացնել խուճապ, գնալ դեպի աստիճաններ։ Մոտեցիր, ընտրիր տարբերակը։ Թաքնվել դասասեղաններ։ Ճիշտ է։ Ինչ անել երկրաշարժի ժամանակ դպրոցում, հետևել ուսանհարման պլանի, թաքնվել դասասեղանների տակ, առաջացնել խուճապ, պատասխանվել սյուների մոտ։ Մոտեցիր։ Առաջացնել խուճապ։ Շատ ճիշտ է։ Ինչ չի կարելի անել երկրաշարժի ժամանակ տանը, կանգնել պատուհանների մոտ, անջատել գազը և վարսանքը, պատասխանվել սյուների մոտ։ Մոտեցիր։ Կանգնել պատուհանի մոտ։ Լավ, ճիշտ է, նստիր։ Ռուբեն։ Երկրաշարժի ժամանակ
կատարվում են փոփոխություններ, որոնք ստեղծում են երեխաները մարդիկ։ Նորեցիր։ Ճիշտ է։ Երկրաշարժի ժամանակ պետք է արագ փախչել կամ որոշվել թաքնվել։ Որ տարբերակն է ճիշտ։ Որոշվել։ Մենք 10 հատից 10-ին էլ ճիշտ ենք պատասխանել, հրաշալի է, շատ ապահովել եմ ես նախահարել։ Ես վստահ եմ, որ այսօրվա ստացած գիտելիքները կյանքում ձեզ պետք կգան, տուն կգնաք, տանը, ընտանիքի անդամներին կտեղեկացնեք, թե երկրաշարժից պաշտպանվելու որքան կանոններ գիտեք, կստուգեք արդյոք ձեր տան մուտքն ազատ է, կհարցնեք մեծերին արդյոք պատրաստել են աղետներին ժամանակ անհրաժեշտ բարակներով պարուսակ, և արդյոք ձեր փոքր քույր եղբայրները գիտեն երկրաշարժի պաշտպանվելու կանոնները։ Իմացեք, սովորեք և իրազեկեք ձեր շրջապատի մարդկանց։ Հավանեցիք այսօր դարձ։